Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել ՍԱԶ գրուպի սեփականատեր Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով պատգամավոր ընտրված Արտակ Սարգսյանի նախընտրական շտաբի աղմուկ բարձրացրած մոտ 40 րոպեանոց ձայնագրությունը։ Բավականին ասեցին երկար է եղել այդ տեսանյութը, ես չեմ հասցրել անկեղծ ասած ուսումնասիրել, քանի որ դրանք հաստատված չեն, ես ինձ տեղեկացել եմ պարզապես այդքան մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, բայց թվում է ուսումնասիրվի արդյոք պատգամավորության տեխնացիոն տեղյակ է եղել այդ հավաքից թե ոչ։ Նա նաև չի շտապում դատապարտել ձայնագրությունում հնչասպառնալիքները նվաստացուցիչ վերաբերմունքը։ Անհրաժեշտության դեպքում հարցը կքննարկեն Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջիկա գործադիր մարմնի նիստում։ Վահրամ Բաղդասարյանը կտրականապես բացառեց, որ երբևէ մի օր նման ձայնագրություն կարող է հրապարակվել նաև իր հետ կապված։ Եթե կարող եք գոնե մեկ օրինակ բերել, ես կարող եմ դրան անդրադառնալ եւ ներողություն խնդրել։ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է աղմուկ բարձրացրած այս ձայնագրությունը։ Արդյոք դա հիմք կհանդիսանա թիվ 2 ընտրատարածքի արդյունքները անվավեր ճանաչել եւ անցկացնել նոր ընտրություններ։ Ու ես կդառնամ դեպուտատ։ Արամ Մանուկյանը վստահ է նման ձայնագրություններ դեռ շատ կհրապարակվեն։ Հնարավոր չի մի ամբողջ ազգի ծնկի բերել այնպես, որ մեկը չըմբոստանա, մեկը չհանի ձայնագրի։ Հաստատ կա նյութեր։ Այս 45,000-ից տղերքը դեռ լավ ջրերես են գանում։ Նա համոզված է, սա բերելու է ներիշխանական բախումների պառակտման։ Արժանի են, թող այսպես իրար ուտեն, թող այսպես, չգիտեմ, կրծեն, որովհետև նրանց պայքարը գաղափարի համար չի, արդարի համար չի, Հայաստանի համար չի։ Այս միլիարդներ իրանք ծախսել են ժողովրդի քթից բերելու են։ Ավելի ուշ կոնգրեսը ԺԿ-դաշինքը այս ձայնագրությունը, ինչպես նաև շատ այլ փաստեր ներկայացրեց Սահմանադրական դատարան պահանջով, անվավեր ճանաչել ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Դաշինքի ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանը երկու դիմում է ներկայացրել։ Մեկը դաշինքի, մյուսը քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը ձևավորած հասարակական կազմակերպությունների մի շարք քաղաքացիների եւ դիտորդների անունից։ Սահմանադրական դատարանը դիմումը պետք է քննի առավելագույնը 15 օրվա ընթացքում։